ինչ կասեք, պարոն Պապիկյան, փաստորեն 375,000 դրամով տուգանեցին նաև մեղավոր ճանաչվեց Տատարանի վճռով, բողոքարկվելու է։ Դե իհարկե բողոքարկելու ենք, նույնիսկ դրա մասին քննարկելը անիմաստ է։ Ուզում եմ ասեմ, ես ափսոսում եմ, բայց հետո հասկանում եմ, որ ափսոսալու բան չկա։ Սա այն իրականությունն է, որտեղ մենք ապրում ենք։ Սա այն իրականությունն է, որտեղ Աննո Հակոբյանը իր ընկերուհու միջոցով, դատախազուհու միջոցով մտել է արդարադատության տուն։ Սա այն միջավայրն է, որտեղ դատական իշխանության պատասխանատու անձինք Հակոբյան Աննայի ամուսնու գրած SMS-ներով աշխատանքից կարող են ազատվել։ Ես շատ լավատես էի, ամբուժելի լավատես էի, չէի հավատում պարզապես, որ կարող է մեղադրական վերդիկտ լինել, որովհետև այն ապացույցը, որը Տիգրան Դերմոյանի դեմ դատախազությունը բերել էր, այդ ապացույցի մեջ կրկնում եմ դատախազի, դատավոր Չիչոյանի, գլխավոր դատախազ Վարդապետյանի, Հակոբյան Աննայի ու բոլոր անձանց համար, ովքեր ուշադիր չեն եղել կամ չեն նկատել, Տիգրան Դերմոյանը 10 րոպե տևողությամբ չի վանկարկել Նիկոլ Դավաճան, Նիկոլ Ցեղասպան, Նիկոլ Թուրք։ Չկա այդպիսի բան։ Տիգրան Դերմոյանը 29 վայրկյան է երևում, բայց Տիգրան Դերմոյանը մեղավոր է։ Ավելին ասեմ, դատավորը հայտարարեց, որ պեկիտ ճշտել էր եկամուտների մասին, պարզել, որ Տիգրան Դերմոյանը չունի եկամուտներ եւ որոշեց նրա նկատմամբ տուգանք սահմանել։ Սա հերու գնացող նպատակ ունի, եթե Տիգրան Դերմոյանը տուգանքը չկարողանա վճարի, ապա դիմելու են պատժի խստացման, ազատազրկման ձևով պատիժի արդեն։ Այս իրավաբանական ծուղակը պատահական չէր, առերևույթ մեզ համար մեզ դատավորը լավություն արեց, տուգանեց, բայց հասկանալով, որ Դերմոյանը չի կարող վճարել, կարճ ժամանակ հետո մտնելու են դատարան, որպեսզի պատիժը ծանրացնեն, ուղարկեն բանտ։ Դուք շատ էժան եւ շատ պրիմիտիվ եք, հարգելի հանրային մասնակիցներ այս վարույթի։ Ընդամենը շահեց Աննան, եթե իհարկե կշահի, որոշակի գումար կստանա իր հիմնադրամը եւ ինքը իր ամուսնու հետ Հայաստանի գյուղերում կամ տարբեր համայնքներում կգնա ծրագրեր կիրականացնի, կքարոզի Հայաստանը տապալելու, կործանելու մասին եւ ամփոփելով ուզում եմ ասեմ, որ այն վանկարկումները, որոնք եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Նիկոլ Դավաճան, Նիկոլ Ցեղասպան, Նիկոլ Թուրք, դրանք իրական են եւ Դերմոյանները կտուգանվեն, կազատազրկվեն, կգան ուրիշ Դերմոյաններ եւ դա լրացնել հնարավոր չի։ Ափսոս, որ արդարադատության տունն եք դուք ապականել, կար փոքրիկ հույս եւ շանս գոնե դատարանում Հայաստանը պահել։ Եթե դուք այլ կաբինետներում, խորհրդարանում, կառավարությունում, այլ գերատեսչություններում արդեն Հայաստանը ծախել էիք, գոնե դատարանին պետք չէր դիպչել, գոնե դատարանը պիտի թողնեիք, բայց դուք նաև մտել եք այդտեղ։ Ինչ ասեմ, միևնույն է, ձեզ չի հաջողելու, Դերմոյանի պայքարը չի ավարտվել, ինքը անպարտ է, ինքը դատանից խնդրելու ոչինչ չունի եւ եզակի դեպքեր, որ ես դինելով նրա պաշտպանը դատարանին միջնորդեցի, որ նրան ոչ թե 2 ամիս ազատազրկում տալ ինչպես դատախազն էր ուզել, այլ ավելի։ Սա դատարանի եւ դատախազության ուղղված մեր գնահատականներ, մեր հեգնանքներ։ Շարունակեք ապրել եւ աշխատել այդպես։ Դուք դրա համար ստանում եք աշխատավարձ, պարգևավճար, ձեր ուսադիրների վրա նոր աստղեր են ավելանում եւ այդ ամենը դուք կատարում եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հաշվին։ Միևնույն է, չեք մարսելու։